Եկել եք պատարագի մասնակցելու։ Այո։ Իսկ ինչու եք դրսում հիմա։ Դենտեղ տեղ չկա։ Տեղ չկար դուրս եք, բայց չեք էլ լսում, չէ՞ ինչ են։ Դեղանդեղ հնարավոր չի մտնել, ստեղ էլ լսել ինչքան կարելի է, էլի։ Եկել եք որ խորհուրդը կարևորելով, պատարագի խորհուրդը, թե Ստեփան Ասատրյանին աջակցելու։ Ստեփանին աջակցելու։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Ով է ասել, որ այստեղ պատարագ է լինելու։ Այդքան ամբողջ հեռուստատեսությունով Հետևում եք լուրերի։ Այո։ Մենակ եք եկել։ Չէ։ Ում հետ եք եկել։ Ինչ կարևոր է, ինչն է քեզ հետաքրքիր։ Իսկ մենք հասկանալ Ստեփան Ասատրյանի աջակիցները ինչ է մտածում, ինչ խորհուրդներ կարևոր։ Մտածում ենք, որ փրկվեն կաթողիկոսից էլի, այդ ֆաշիստից։ Ձեզ համար էլ է Ստեփան Ասատրյան։ Այո։ Ստեփան Ասատրյանը ազնիվ հոգևորական է, մենք ընդունում ենք ու վերջացավ։ Քանի անգամ եք շփվել նրա հետ։ Ինչ կարևոր է, ինչ հարցեր եք տալի։ Ուղղակի չեմ հասկանում ձեր հարցի մասը։ Ձեզ համար ընդունելի քահանա է, օրինակ, եթե մարդու համար քահանան ընդունելի է լինում, գնում է, զրուցում է իր հետ, հաճախակի պատարագներին է մասնակցում։ Չէ, ես այտենց չգիտեմ, ես ընդամենը գիտեմ, որ իրան որ չեն թողողները ուղղակի իրավունք չունեն չթողելու, եկել են, որ օգնենք, որ ինքը կարողանա իր աշխատանքը շարունակել։ Հովանավանքում դուք առաջի անգամ եք։ Չէ։ Ծանոթ եք։ Ծանոթ եմ, բայց ես անձամբ իր հետ չեմ ճանաչում։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ հարց նաև որ գնան վեհարանը վեհափառից ազատելու։ Դուք մասնակցելու եք այդ ազատագրմանը։ Պարտադիր, թե կապ չունի Փաշինյան, բան, թե հեչ կապ չունի։ Ես որպես հայ քրիստոնյա ինձ շատ վատ եմ զգում, ես հասարակ բան եմ ասում, դա շարունակելի չէ։ Մենք Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը ամուսնացած է եւ երեխա ունի։ Եթե ինքը չունի, թող պաշտոնական հայտարարի, մենք Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր կունենանք։ Իսկ եթե ինքը չի հայտարարում, դա բոլորիս համար է շատ վիրավորական է։ Մենք ընդունել ենք որպես ազնիվ մարդ, բայց այսօր պարզվում է, որ ընտանիք ունի։ Իսկ եթե ընտանիք ունի, ինքը չի կարող կաթողիկոս լինի։ Ես ավելի շատ կաթողիկոս եմ, քան ինքը։ Հասկացանք։ Ձեր հարցը։ Իսկ երբևէ դուք Մայրաթորում պատարագի մասնակցել եք, որովհետեւ կարևոր չի։ Մայրաթորում ուզում ենք հասկանալ, եթե չեք ընդունել, մասնակցել եք պատարագների, թե Ես չեմ իմացել, որ ինքը ամուսնացած է երեխա։ Որ Փաշինյանը հայտարարել է, իմացել եմ։ Գուցե ասեկոսները Փաշինյանը ասում է կաթողիկոսը ոսյակ է։ Դե ես չեմ տեսնում, որ ինքը դուրս գա ասի տես բան չկա։ Դե թող ինքը հայտարարեր, որ ինքը տես բան չկա, մենք ուրիշ ձևի կընդունենք, բայց եթե ինքը չի հայտարարում, դա նշանակում է ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Կաթողիկոսը ասում է հերյուրյանքներ են եւ ես չեմ պատրաստվում արձագանքել այդ ամենին։ Այդտենց հերյուրանք չի կարելի համարել։ Դա դադի կտան, եթե ինքը ազնիվ լինի։ Դա օրինական, դու պատկերացնում ես, ոնց որ հիմա ես ասեմ, ինձ ասեմ ես երեխա ունեմ, ասեն չունես։ Հիմա ձեզ համար հիմք է հանդիսացել այն, որ վարչապետն է ասել դրա։ Չէ, վարչապետի ասածը հիմքը մանտուն է։ Իսկ հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը ես չեմ տեսնում պատասխան, որ ինքը կարա պատասխանի, որ ես չունեմ երեխա։ Դե թող երբ որ կհայտնի, որ ինքը չունի ու պատիվ կպահանջի, մենք իրան կօգնենք։ Փաշինյանին պատասխանատվության կկանչենք, ասենք, չես ամաչում, ես մարդի աստծին հերյուրանքից։ Եթե ինքը չի անում, դա նշանակում է մենք արդեն խափնված ենք։ Իսկ խափնված լինել, այն էլ այս հարցում մեր կաթողիկոսը մեր համար սրբություն է, իսկ եթե ինքը պիղծ մարդ է, այլևս ինքը իրավունք չունի մեզ կաթողիկոս լինելու, ինչի մասն է խոսքը, այստեղ էլ ուրիշ հարց չկա։